Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։ Փաստաբանը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով դատավորի, դատախազի եւ քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ մեղադրանքի Facebook սոցիալական ցանցում կատարած հրապարակմամբ Ալեքսանդր Կոչուբաևը անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին նախաքննություն իրականացնող քննիչներին, հսկող դատախազին եւ կալանավորման որոշում կայացրած դատավորին բնութագրել է վիրավորական արտահայտություններով, որոնք մեղադրող կողմի գնահատմամբ արատավորել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը եւ վնաս պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին։ Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ։ Անդրադառնալով քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ցանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հայրենական սուտ եկեղեցու արարածով Միթեմի առաջնորդի կալանավորման հանգամանքներին նշված քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի քննիչների, հսկող դատախազի եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատավորին անվանել է վիճվածքներ, ոգին սատանային վաճառացնել, շան տղաներ, աշխատավարձ ծրագրում պահողներ, վերջում փախոմանը վերաբերել ճակատ օգտագործված պահպանակներ, այդ կերպ նշված անձանց մասին հրապարակելով պատիվ ու արժանապատվությունը արատավորող, նրանց իրավունքներին օրինական շահերի էական վնաս պատճառող տեղեկություններ կապված քրեական վարույթին ներգրավված հիշյալ անձանց կողմից իրենց օրինական ծառայողական եւ մասնագիտական գործունեության հետ, որպիսի գործողություններով ակնհայտորեն հեղինակազրկվել է վերնշված պաշտոնական անձանց եւ կասկածի տակ դրել քրեական արդարադատության իրականացման ոլորտում նրանց կողմից իրականացվող հանրային գործունեությունը։ Այսինքն Ալեքսանդր Սերգեյ Կոչուբաևը կատարել է անձավոր արարք, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերաբերյալի հիմնան վրա հաշվի առնելով պատժի նպատակներն ապահովելու անհրաժեշտությունը միջնորդում են Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր ճանաչել վերջինիս մեղսագրված արարքի եւ մեղադրական վերդիկտ կայացնել։ Պաշտպանության կողմը իր հերթին պնդում է, որ վիճարկվող հրապարակումը չի պարունակում փաստական տվյալներ, այլ հանդիսանում է գնահատողական դատողություն եւ կարծիք։ Պաշտպանների գնահատմամբ քրեական գործի առանցքային խնդիրը հենց խոսքի ազատության եւ գնահատողական դատողությունների սահմանների հարցն է։ Ալեքսանդր Կոչուբաևի կողմից արված արտահայտությունները նախ տեղեկություն չեն, ընդհանրապես քննադատական կարծիք է արտահայտել եւ այն կարող է դիտարկվել միմիայն քաղաքացիական իրավական ոլորտում, հաշվի առնելով եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ եւ առավել որ քրեական ոլորտում վիրավորական կարատավորող տեղեկությունները հասկացողությունները բարձրաբանված չեն, ոչ էլ նախադեպերով, այն ավելի լայն շրջանակներով բացահայտված եւ որպես այդպիսին իրենց դիրքորոշումը արտահայտվել են Վճռաբեկ դատարանի, եվրոպական դատարանների կոնվենցիայի 17 հոդվածի դրույթներին համապատասխան քաղաքացիական իրավական ոլորտում։ Վերջին խոսքով հանդես եկավ նաև Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշեց, որ թեև թույլ է տվել վիրավորական արտահայտություններ, սակայն արատավորող տեղեկություններ չի հրապարակել։ Անհրաժեշտ է պատվազան դատան ֆիքսել, որ իրապես ես թույլ եմ տվել վիրավորական եւ մասնագիտական հեղինակությունը արատավորող արտահայտություններ, որոնք կարող էին քննիչների, դատախազների եւ դատավորների համար լինել արժանապատվությունը նվաստացնող կամ վարկաբեկող, բայց ես չեմ հրապարակել արատավորող տեղեկություններ։ Պատվազան դատան եւ իմ աչքին, որի ընկալումները ձեզ պարզ լինեն, եթե ես ասեի, ես մի քննիչը կաշառք է վերցրել, դա ինձ համար եւ ենթարկվեի քրեական պատասխանատվության, դա շատ ավելի թեթև գնայի ես այդ հարցին։ Բայց ես ամբողջ համակարգերին, դատական իշխանությանը, դատախազական եւ քննչական մարմիններին, այսպես չեմ թիրախավորել եւ այդ մարմիններին չեմ էլ փորձել այսպես վիրավորել։ Սա այսպես իրապես հենց այդ փոքր ինցիդենտի հետ կապված խնդիրներ են։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Գործով վերդիկտը կհրապարակվի 2026 թվականի հուլիսի 1-ին։